Զաքարյանն էլ ժամանակին տեսավ Տիրոջ պարկը, որը գրված է 13:6-ում, Զաքարիայի 13:6-13:6-ը, ասում է պետք է ասեն այդ ձեռքերուդ միջի վերքերը ինչ են դրանք, այդ ինչ վերքեր են, որտեղ են դրանք, որտեղ է ստացել, նա չասեց օտարների տանը, նա չասեց հետանոցներից, նա ասեց որտեղ եմ ստացել, հիշում եք, իմ բարեկամի տանը, այո, իմ բարեկամի տանը, գիտեք ինչքան դժվար է, ինչպես Դավիթն ասում է նա չէր ինձ ոնց ասած, որ ասենք մերժող անարգողը, նա որ մի սեղանի ցած են կերել, միասին ենք եղել, գիտեք ինչքան դժվար է դա, բոլորը չէ որ եղբայրներ քույրեր գնահատում են, գնահատեք Աստծո ողորմությունը, մի հատ դեպք Ռասիայում հիշեցի ես, մի հատ երիտասարդ ապաշխարում է քաղաքից, Երևանից, մայր անդադ նախատում իրան, անապաշխար մայրը, ուր ես գնում, մոլորվում ես, այսպես, ասում է մամ ջան, այդքան ինձ վատ բաներ ես ասում, մի հատ արի, մի հատ տես, քո տղեն որտեղ է գնում, մատ արի էլի, քո աչքով տես, ուրեմն մայրը հետևում է, գողդուկ, վերջ երջով հնեց է գալիս, որ տղեն չտեսնի, կիրակյոր պաշտամունք են, այստեղ են նստում, որ տղեն չտեսնի, մեր քույրից մեկը ինքը իր առաջի սպանի նստած եղել, ասենք իր դիմացի նստարանին, ուրեմն հետարքիրը, տղան տրապես չգիտի, որ մայր եկել է, երբ որ սկսում է պաշտամունքը, երկ աղոթքը, վերջ երջով, Տերը մոր այցելություն անում, եղբայրներ քույր, նա եկել էր ուրիշ կերպով, եկել էր ասա դատելու, եկել էր մեղադրելու, եկել է վերջ երջով, այսինքն ուրիշ տրամադրությամբ, Տերը այցելում է մամային, զորություն իջնում է սմակ աղաղակել Տիրոջը, բարձրաձայն, պատկած զորություն իջելը, մեկ էլ շփոթում է, մեկ էլ մայր, տղան մեկ էլ հեռում նայում, տենում է մամանա, եկել ասում է մամա ջան, տենում ես, ինչ լավ տեղ եմ եկել, տենում ես, այս տեղ եմ, էլ մամային պետք չի բացատրել, մաման ինքն է ճաշակում